Իսկ հիմա էլ ճիշտ ժամանակն է, որպեսզի մենք կարողանանք ճամփորդել Երևանից դեպի Կապան եւ տեսնենք, թե այնտեղ այսպայն ինչ է կատարվում, խոսքը փոխանցելով մեր գործընկերուհի Շողիկին։ Շողիկ, խոսքը քոնն է։ Շնորհակալ եմ կրկին խոսքը փոխանցելու համար։ Կապանում մեր թատերական եռուզեռը շարունակվում է եւ ինչպես գիտեք մարտի 20-ից 26-ը այստեղ անցկացվեց Կապանի կամերային ներկայացումների փառատոնը եւ այդ գործում մեծ դեր ունի Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնի անձնակազմը եւ այդ առիթով մեր տաղավարում է թատրոնի գեղարվեստական ղեկավար Անդրանիկ Խաչատրյանը։ Բարև ձեզ, պարոն Խաչատրյան։ Բարև ձեզ, բարի լույս, բարով եք եկել։ Անչափ ուրախ եմ ձեզ ողջունել Կապանում եւ շնորհակալություն հրավերքի համար։ Օգտվելով այսօրվա առիթից ձեր թույլտվությամբ ուզում եմ շնորհավորել բոլոր իմ գործընկերներին թատրոնի միջազգային օրվա առթիվ, մաղթելով նրանց ել ավելի եռանդուն ու բեղումնային աշխատանք, ստեղծագործական ընթացք, ուզում եմ նաեւ հատկապես շնորհավորանքս հղել այն թատերասեր հասարակությանը, ովքեր մշտապես, այսպես ասած, իրենց ձեռքը պահում են թատրոնի զարկերակին։ Շնորհակալություն ու շնորհավոր բոլորին։ Ես էլ եմ շնորհավորում թատրոնի 90-ամյակի կապակցությամբ եւ այս փառատոնը նաեւ լայն հնարավորություն էր եւ փորձի փոխանակման եւ շփման համար։ Այն ինչ տվեց Կապանի թատրոնին, ինչ ազդեցություն ունեցավ։ Ձեր թույլտվությամբ մի փոքր վերից կամ ուրեմն ցանկացած իրադարձություն թատրոնում կարծում եմ տոն է։ Դա սկսած փորձերից, ներկայացումներից եւ հատկապես երբ փորձում ես ինչ-որ բան կազմակերպել ու այսպես ասած նվիրել թատրոնի ընթացքին։ Չէ որ մարդը գալիս գնում է, բայց կատարած աշխատանքը մնում է։ Ես վստահ եմ իմ եւ մեր տնօրեն Տիգրան Աթայանի, այսպես ասած, մի փոքր մտահոգություն ունեինք այս առումով, վստահ եմ, որ այս ամենը կարողացանք իրականացնել։ Որոշեցինք մեր, այսպես ասած, Կապանում կազմակերպել եւ անցկացնել մի միջոցառում, որը իր հետ կկթողի հետագա սերունդների համար, ինչպես նաեւ։ Ու որոշեցինք, որ անցկացնենք կամերային ներկայացումների փառատոն։ Այդուհանդերձ այդ որոշումը ի կատարածվեց մեզ համար շատ կարևոր մի պայմաններում, մեզ համար շատ կարևոր մի ժամանակահատվածում, որտեղ իսկապես կարիքը կար մշակութային միջոցառման եւ ինչպես նաեւ սպորտային միջոցառման։ Այդուհանդերձ այս մշակութային միջոցառումը կարևորվեց այն հանգամանքով, որ մայրաքաղաքից, Գյումրուց, մյուս շրջաններից թատրոններ ժամանեցին, խմբեր ներկայացան իրենց բարձրակարգ ներկայացումներով, ներկայացրեցին առավելագույնս հավուր պատշաճի եւ Կապանյան հանդիսատեսը, ականատեսը եղավ այդ իրադարձությանը։ Դե բնականաբար ոչ միշտ է, այսպես ասած, հանդիսատեսին բախտ վիճակվում մայրաքաղաքում ներկայացումներ դիտել, այդուհանդերձ այս շատ լավ առիթ էր կապանցի հանդիսատեսի համար մերձենալ մայրաքաղաքային թատերական կյանքին։ Ես վստահ եմ, որ այս Կապանի կամերային ներկայացումների փառատոնը կունենա ընթացք եւ այդ ընթացքին մյուս տարի կներգրավվեն ել ավելի թատերախմբեր, թատրոններ եւ մենք միմիայն ողջունում ենք այս փաստը եւ առիթը, որը իհարկե հենց այնպես չի անցնում։ Սա իր ուրույն եւ շատ խորը հետ կկթողնի Կապանի հանդիսատեսի եւ ինչու ոչ նաեւ մեր թատրոնի վրա, որովհետեւ սա նաեւ այն առանցքային դեպքերից է, որ տեղի է ունենում փորձի փոխանակում, ինչպես դուք նշեցիք, տեղի է ունենում ինչու ոչ նաեւ մաստեր կլասներ, տեղի է ունենում հետագա համագործակցության հիմքեր եւ այդ ամենի համար մենք իհարկե շատ ուրախ ենք։ Եվ քանի որ այս տարի թատրոնի համար հոբելյանական է, բացի այս միջոցառումներից են ինչ անելիքներ կան առջևում։ Շատ լավ, ուրեմն ես ասեմ, որ տարին այո հոբելյանական է, բայց մենք հոբելյանական, այսպես ասած 90-ամյակի հոբելյանական շարքը կբացենք թատերաշրջանում, նոր թատերաշրջանում, դե ունենք ապագայի ծրագիր կազմած, մի քանի ծրագրեր կան, որոնք շատ կուզենք, որ իրականություն դառնա, դա եւս կհարստացնի Շիրվանզադեի անվան թատրոնի պատմությունը,
Եվ ես վստահ եմ, որ դա կծառայի նաև ապագա սերունդների համար շատ լավ իրավիճակներում ծանոթանալու, տեղեկանալու, իմանալու թատրոնի պատմության մասին։ Ունենք մի քանի միջոցառումների շարք, դե բնականաբար պրեմիերաներ կլինեն, իդեպ այս թատերաշրջան նույնպես ունենք պրեմիերա, կարծում եմ ապրիլի 20-ի կողմերը արդեն կհանձնվի հանդիսատեսի դատին, 90-ամյակի հետ կապված ունենք նաև հոբելյանական երեկո, շատ կուզենք, որպեսզի մեկ կարևորագույն հանգամանք իրականություն դառնա, դա մեր գրքի տպագրության հանգամանքն է, միջոցառումների շարքը ոչ միայն լինելու են մշակութային, նաև լինելու են մի փոքր էլ համերգային նվիրված մի խոսքով 90-ամյակին, օրինակ 3 փառատոնի փակման առթիվ կապանցի գեղանկարիչ ու բակը մեկ շատ գեղեցիկ նկար նվիրեց թատրոնի 90-ամյակի նվիրված եւ նկարը կոչվում է հաշտեցում ու նա մեկնաբանեց այսպես որ թատրոնում բոլորը հաշտվում են իրապես անկախ պաշտոնից անկախ դիրքից մարդիկ գալիս են թատրոն ու հենց թատրոնում տեղի ունենում այդ հաշտեցումը ու այդ հաշտեցումը հենց ինքը ներկայացումն է որտեղ բոլորս մեկ մարդու նման ուշի ուշով հետևում ենք ներկայացման ընթացքին։ Շատ շնորհակալ եմ եւ եւս մեկ անգամ շնորհավորում եմ թատրոնի 90-ամյակի կապակցությամբ, ձեզ մաղթում եմ նորանոր ներկայացումներ եւ եթե որևէ բան էլի ունեք ավելացնելու, խնդրեմ։ Շնորհակալություն, ես էլ եմ շնորհակալ, այսինքն թատրոնի ողջ կոլեկտիվը շնորհակալություն է հայտնում ձեզ, ձեր կատարած չարքաշ աշխատանքի համար, որ հարյուրավոր կիլոմետրերով կտրելով հասնելով այստեղ կարևոր եք համարել այո այս առիթը, ինչու ոչ նաև կարևոր համարելով դուք նույնպես մասնակցում եք այս առիթին եւ ուղղակի ուզում եմ երեկոյան բոլորին ովքեր հնարավորություն կունենան հրավիրել Կապանի մշակույթի կենտրոն, եթե չեմ սխալվում, թե մշակույթի պալատ, այնտեղ տեղի է ունենալու արտավազդ ամենամյա մրցանակաբաշխությունը ու մեր գործընկերները, ովքեր ներկայացված են կարժանանան պարգևների կգնահատվի նրանց անցած տարվա ողջ աշխատանքը ստեղծագործական։ Շնորհակալություն։ Ես էլ եմ շատ շնորհակալ։ Խոսքը փոխանցում եմ Առավոտ լուսոյի մեր գործընկերներին Անի, Ռուբեն